Փաշինյանը ապրիլի 1-ից թոշակները բարձրացեց մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ-որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Սպաս, եթե Փաշինյանը թոշակները բարձրացրել է, բենզինի արժեքը ինչքան է, պանեսալարկի արժեքը ինչքան է, ալի արժեքը ինչքան է, կարաս ասես։ Իսկ թոշակների բարձրացումը ընտրությունների հետ կապ ունի։ Մկարո, եթե կապ չունի, բա միջով է խիճի պիցերա։ Սաբա մարդիկ ընտրել։ Բայրանը սկանը թոշակը սրաչ 11 միլիոն փողատ ամղջկանը։ Ինչ աշխատում աղջկի։ Հարց պատասխանի թորիկ ջան։ Ինչ աշխատում աղջկի։ 11 միլիոն է, ամսեկը 11 միլիոն տամ աղջկանը։ Հա, իհարկե որ կապ ունի։ Բարձրացնում է, որ ժողովուրդը իրան ընտրեն, բայց չհաշված էլի սնունդն էլ հետ նա գները թանկացնում, դե էլ ինչ։ Ինչի՞ մեր, բայց ամիս առաջ փող չկար թոշակի համար, այդ թոշակները շտան եկու Թուրքիայից, դա Ադրբեջանից։ Ինչ-որ կապ ունի գալիք Ոչ, ընտրությունների հետ։ բան էս գալիք ընտրություններից հետո այդ թոշակները շտալվա վերացնելու եթե ինքի է։ Հա, Ինչու՞։ աշկի մտնում, ժողովրդի աշկա մտնում։ Թոշակը ընտրությունների կապակցությամբ բարձրացրալ։ Ոչ ձայն տակ։ 10,000 դրամով բարձրացրալ, լավ արալ։ Էդ էլ կախեք փողը տամ չի։ Ասма քարեպտորա, այսօր ես արեպտոր չեմ անում։ Այն փողը մեկին պարտկեմ, այն պարտքը շտանեմ փկելվացնեմ։ Դե մեկ ես թոշակառու մարդ եմ չէ, դա ինձ իրա չի ազդալ, որովհետև ես 10,000 մանետ ավելացալ է, բայց դեպքում եմ շուկա տեսնում 20,000-ի նույն ամսվա առեպտուրս, նույն առեպտուրանում եմ 20,000 պլյուսակ եմ իրեն։ Գալիք ընտրությունների հետ որոշակի չափով կարող եմ կապել, բայց այդ բարձրացումը որևիցե մեկին ոչ մի արդյունք չի տվել, որովհետև ամեն ինչը եռապատիկ, քառապատիկ թանկացել է։ Այդ 10,000 դրամը չերևացող գումար է։ Էդի խափուսիկ շանտաժ ու կաշառքը, որ իրա դաշ ներգրավեն թոշակառուներին, то есть մեծամասնություն։ Ես կարծում եմ, որ դա այն պահին է բարձրացրել, որը կարող է հանդիսանալ որպես թոշակառուների մոտ ընտրության ձայն կորզելու միջոց, որովհետև եթե հնարավորություն կար ավելի շուտ բարձրացնելու, ինչու չեն բարձրացրել, ու ես կարծում եմ, որ դա հենց միտված է ընտրություններին որոշակի ազդեցություն ունենալու համար։ Դա շատ առանցքային կապ ունի, որովհետև մինչ այդ չի եղել նման խոսակցություն, նույնիսկ հերքվել է իր կողմից, որ թոշակառուն դրանով ոչ մի հարց չի կա, ինչ պիտի անի թոշակառուն, ասենք թե էներգիան 10,000-ով ավել օրինակ վճարեց, դա իրեն որ հարցը պիտի լուծի, ես ուղիղ կապով կապում եմ գալիք ընտրությունների հետ։ Ես կարծում եմ, որ միանշանակ կապ ունի եւ ինչքան տեղյակ եմ 2026 թվականի բյուջեով նախատեսված չի եղել թոշակների բարձրացում եւ հենց այս պահին դա ակնհայտ խոսում է, որ որոշակի նյութական շահագրգռում կարող է լինել թոշակառուների համար։ Անպայման կապներ ընտրվելու հարցը ինչա։ Ամեն մեկը մի բան ասում, որ մեկին հավատակ է դա։ Երևի նորից ընտրվելու համար էլի, իմ կարծիքով։ Ես թվում է, հա, ինչքան որ տենց ասեմ թոշակն են բարձրացնում, նույնքան սնունդի ապրանքը այդքան կավելացնեն։ Աշարքը այդ ձևով են տալիս էլի, ասենք այդ ձևով է բաժանում, ուրիշները արձեռ են տալիս, ինքն էլ է տենց է տալիս։